Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Տիկին Ավանեսյան, տեսեք, փաստացիորեն դուք ինչ ասեցիք նոր, ասում եք ըստ էության փաթեթը կա, որի հիման վրա դուք արել եք նախնական հաշվարկները, բայց դա չեք ներկայացնում, որովհետև դուք մոտավոր բաներ չեք կարող ձեզ թույլ տալ անել, ձեր բառերն եմ ասում։ Ստացվում է, որ դուք հետ պատտեք, լսեք ձեզ, դուք ասեցիք մոտավոր բաներ չենք կարող անել։ Այսինքն կա հստակ հաշվարկ, հստակ թվաբան։ Գյուրեղան ջան, մոտավոր բաները վերաբերում էր, որ դուք ասում եք, այդ քանի հոգի են լինում 63-ից 65 տարեկանները։ Ես այդ եմ ասում, դա մոտավորը դրան էր վերաբերում, փաթեթին չէր վերաբերում։ Ուրեմն, հիմա, եթե այդ ծառայությունների ցանկը, այդ փաթեթը կա, ինչի՞ չեք նախագիծը ներկայացնում падգամավորին, որպեսզի падգամավորը մոտավորապես չպատկերացնի ինչ է լինելու փաթեթում կողմ քվեարկի, հետո նոր սպասի, այսինքն դուք կառավարություն եկել եք ազգային ժողով հաստատելու մի բան, որի տակ հիմքը հաշվարկը թվային հիմնավորումը չեք դրել եւ ասում եք, որ եկեք դուք մեզ ասեք այո արեք, մենք այո ես մեր արածը բերենք ձեզ ներկայացնենք։ Էս մեկ, սպասեք։ Չէ, մի րոպե ես արձագանք եմ, էլի, որովհետեւ չեք կորի ձեր ասածը։ Հարգելի գործընկերներ, ես լուր լսում եմ ձեր երկխոսը, ես հասկանում եմ, որ գայթակղիչ նախագիծ է եւ այսպես շատ բուռն քննարկում է պահանջում, բայց ես ոչ այնքան գայթակղիչ, ինչքան շատ կարեւոր մեր հանրության համար եւ բոլորին խնդրում եմ խոսել հերթականությամբ եւ զիջել միմյանց հարցը տվեք պատասխանը լսեք։ Ուրեմն փաստացիորեն տեսեք նորից 100,000 մոտավորապես դերասած թվերով, հա 63-ից 65-ի տարբերությամբ 100,000-ի մասին։ Ես կխնդրեի մինչև առաջին ընթերցում ներկայացնեք այդ տարբերությունը ինչքան է 63-ից 65-ը ոչ մոտավոր այլ հստակ, նրանցից որքանն են, որ արդեն աշխատող են եւ 200,000 ավելի մեջ մտնում են, նրանցից որքանն են, որ մյուս սոցիալական խմբերի մեջ կարող են արդեն օգտվել այդ փաթեթից եւ ինչքան էր պետք, ինչքան կարելի էր ավելացնել, ասենք այդ 10,800-ը դարձնել 11,000, որովհետեւ նախնական տարբերակում դուք միջակայքը շատ ավելի լայն եք դրել 10,000-ից 13,000, այսինքն եթե 200,000 տարբերությունը 200,000 ավելացնենք, ինչ կլիներ, հասկանալի է, ես ուզում եմ այդ հստակ թվերը ասել եւ մենք հասկանանք իմաստ ունի օրենքի մեջ այդ փոփոխությունը անել 63-ից սկսած բոլոր թոշակառուների, թե իսկապես մեծ լուրջ խնդիրների առաջ են կանգնելու։ Սա այդ մասին։ Հաջորդը դուք տեսեք նոր ներկայացնում եք, ասում եք մենք ցանկը հստակ ասել ենք քանի անգամ այն հիվանդությունները, որոնք մահացության հասցնողներ կարող են մահացության հասցնել, այդ ցանկը մահացության կարող է հասնել սովորական ատամի ցավը, մահացության կարող է հասնել, չգիտեմ, այսինքն կան նվազագույն ինչ որ մի շեմ, որից սկսած արդեն այս ցանկի մեջ այդ հիվանդությունները պետք է մտնեն։ Մեր խնդիրը այդ նվազագույն շեմը տեսնելն է։ Այս նվազագույն ինչ շեմի արկայության դեպքում այդ հիվանդությունը, հասկանում եք, ուղղակի ասել, որ մահացության են հասցնում այդ ավելի շատը որն է, 100-ից ավելի շատ 101-ն է, բայց 101-ն էլ 200-ից քիչ է, 200-ն ավելի շատ այդ ավելի շատը պետք է տեսնել այդ սահմանը հստակեցում է ուզում։ Մենք դա ենք ուզում ձեզնից ճշտել։ Ինչ հստակ ձևակերպումներ, ինչ հստակ մեխանիզմները, մեթոդաբանություն է դրվել։ Եվ վերջապես մի շատ կարևոր հարց։ Հիմա դուք չեք ներկայացնում կլինիկական ֆինանսական պրոտոկոլները որևէ բուրս ծառայություն չեք ներկայացնում ոչ ֆինանսական չէ իրականացման հիմա մենք ոնց եք պատրաստում օրենքում էլ այդպես հստակ չկար գրված ոնց է հսկվելու այդ ծառայության որակի ծառայության որակը ծախսային արդյունավետությունը ինչպես ենք վերահսկելու եթե մենք ոնց ենք պատկերացնելու եթե մենք մեր ձեռքի տակ այդ պրոտոկոլները չունենք մեզ պետք է հասկանալ ինչպես ճշտել չարաշահումները ինչպես ճշտել ծախսարդյունավետությունը որովհետև դա վերջի վերջը բյուջեի փող է որը վաղը չէ մյուս օրը պետք է հետադարձ ձևով ներկայացվի այսքան հիվանդությունը այդ դա ոնց ենք անելու ոնց է վերահսկվելու օրենքի մեջ որևէ կերպ չենք անդրադառնալու ծախսարդյունավետության վերահսկման մեխանիզմներին կոնկրետ հստակ։ Տիկին Գյոյական, ձեզ ոչ մի բան չի խանգարում մտնել մեր կայք կամ Arlis եւ ծանոթանալ
նորից եմ կրկնում, հաստատված հրապարակած գործելակարգերին։ Օրենքի տակը գործելակարգերի կցելու պրակտիկա չի լինում։ Եթե նախագիծ է ու նախագիծը դեռ նախագիծ է, չէ՞, Չէ, Տիկին Գյուրեղյան, գործելակարգերը եմ ուզում, դուք ասում եք նախագիծ է։ Հիմա ասում եք ոչ մի բան չի խանգարում նախագիծը։ Տիկին Գյուրեղյան, ես ձեզ նոր խնդրեցի, որ հերթականություն պահպանել եւ հարգել միմյանց։ Մի հատ ձեր լսափողը անջատեք։ Պրոտոկոլները հաստատված են, Խոսափողը անջատեք։ Ես ինչ հիվանդության պրոտոկոլով գնամ նայել։ Տիկին Գյուրեղյան, ձեր խոսափողը անջատեք Պրոտոկոլը եւ լսեք։ Մի րոպե, ես ասեմ, որ իմ ասացի վրա ինքը պատասխան։ Դուք ասեցիք հիմա ինքը պատասխանում է, ցանկը չկա, այդ պրոտոկոլը ինձ ինչի՞ սա պետք։ Եթե ես չգիտեմ X հիվանդությունը այդ ցանկի մեջ կա թե չէ, իմ ինչին է պետք որ գնամ նայեմ տեսնեմ այդ X հիվանդության ծախսն ինչքան է։ Ես պետք է իմանամ որ հիվանդությունը կա, որ այդ հիվանդության պրոտոկոլը նայեմ ու հասկանամ ինչպես ուսումնասիրել, ինչպես քննարկել ծախսարդյունավետությունը։ Առաջնային խնդիրը ցանկի մասին է հարցը։ Տիկին Գյուրեղյան ջան, եթե ցանկը ձեզ այդքան հետաքրքիր էր, ինչու մի անգամ չուղարկեցիք հարցում եւ ուզեցիք մեզնից ցանկը։ Դուք պարտավոր եք այսօր իմ հարցերին պատասխանել եւ ես իրավունք ունեմ այսօր տալ կամ գրավոր ուղարկել։ Դա ինչ ասելու բան է։ Սա իմ իրավունքն է այսօր տալու, ես այսօր եմ տալիս։ Տիկին Գյուրեղյան, խնդրում եմ ձեզ, մի հատ հանգստություն պահպանել, չի կարելի այսպես մասնակցել։ Չխառնել գործելակարգերը ցանկերին։ Դուք խառնում եք եւ մեղադրում ինձ խառնելու մեջ, Տիկին Գյուրեղյան, ես ասում եմ, առաջինը ցանկը պիտի լինի, որ ցանկի մեջ ինձ հետաքրքրող հիվանդության գործելակարգը նայեմ, բոլոր հիվանդությունների գործելակարգը այստեղ կապ չունի, ինձ պետք է կոնկրետ այն հիվանդությունների, այն բուստարայությունների գործելակարգերը, որոնք ցանկում կան, քանի դեռ ցանկը չկա, ես դրանց հետ ծանոթանալու տարբերակ չունեմ։ Բոլորի մեջ անվերջության մեջ ձեր ասած ես գնամ գտնեմ որ այն հատը այդ այն հատը տվեք որ ես այդ այն հատի մեջ ուսումնասիրություններս կատարեմ այդ շատ լավ հասկանալի է դուք ասում եք ամբողջ բազմությունը տվել եմ ինձ ասում եմ ենթաբազմությունը դուր Տիկին Ավանեսյան ինչ-որ Տիկին Ավանեսյան ունեք խոսք ունեք չունեք հարցեր կան այլ